Սիրելի երևանցիներ, այսօր ես կուզեմ դիմել նույնպես շատ սիրելի գյումրեցիներին։ 12 օրից Գյումրիում լինելու է քաղաքապետի ընտրություններ։ Կոչ եմ անում գյումրեցիներին, որ ընդդիմադիր դաշտից ընտրեն ու հենց ընդդիմադիր դաշտից ընտրեն լավագույն տարբերակ, լավագույն թեկնածուին, լավագույն թիմին, որտև այս ուժի, քաղաքացիական պայմանագիր ուժի և իրենց կցորդ հանդիսացող այլ ուժերի մենաշնորը պետք է քանդել։ Արդեն մենաշնորը հասել է մի մակարդակի, որտեղ նաև պետական մակարդակով չի պահպանվում մեր որպես ժողովուրդ հպարտություն ունենալու զգացումը։ Ես դժվար եմ պատկերացնում, որ մեր հարևան երկրի ինչ-որ մի ղեկավար ու իր ետիմները գիծ կարանային նախագահների առաջի, երկրորդ, թեկուզ նաև երրորդ, չնայած ոչ երկրորդին, ոչ երրորդի դեմ ես ամբողջ կյանքս պայքարել եմ, բայց կարողանային իրենց օրոք նման բառամթերք, բառապաշար օգտագործեին, как минимум երկրորդ նախագահ կարող է թարս ապտակ տալ։ Անդրոսյան, հիշեցնում եմ, որ մենք քննարկում Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը։ Եվ առաջինն էլ է։ Հիմա Երևանի մասով, սիրելի գյումրեցիներ, եթե դուք ուզում եք ունենալ իշխանություն, որը որ ասենք քանի տարի լինի իշխանության, անի ինչ անի, հետո պարզվի, որ մեկա նախկիններն են մեղավոր, ասենք նույն Հայկ Մարությանը չարեց, ժողովուրդ ջան, ձունը գալիս է, ձունն է մեղավոր, անձրևը գալիս է, սաղ բաները լցվում է, անձրևն է մեղավոր, ու մեկ էլ տեսնում է շոքի տակ քայլում է ծառերը կտրած, փոշի, կեղտ, բարձրահարկի ամենավերևի հարկում էլ փոշի բան, սաղ մեղավոր է կամ նախկինը, կամ եղանակը, կամ պատասխանատվության Եվ նաև հարգելի գյումրեցիներ, իրական ժողովրդավար ուժեր ընտրեք, ոչ թե հանրապետության կուսակցության մասնակցությամբ, որոնք որ իրական ժողովրդավար ուժերին, թեկուզ հանձինս, չգիտեմ, Գրիգոր Երիցյանին կարան ուղղակի մանդատից հեռացնեն զուտ ինչ-որ ներքին պայմանավորվածություններով։ Եվ իրական ժողովրդավար ուժեր ընտրեք, որտեղ թե չէ ձեր մոտ էլ ավականիում օրինակ Անի Խաչատրյան կլինի, չես հասկե միշտ խոսակ, ասի ընդդիմության ինչ ուզում անում ենք, կլինի մարդիկ, որոնք վերգաբարներից խոսում են, բայց իրականում տակը, ասենք, չգիտեմ, շատ վատ գործողություններ են, պատասխանատվության զգացում, հաշվետվողականություն, երբեք չեք ունենա այս իշխանության, այս կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Մեկը պատասխանատվության չի ենթարկվում գրեթե մենել ինչ-որ բան, խոսկվում բան եւ այլն։ Հարգելի գյումրեցիներ, մեր, ինչպես կասեր, հարգելի ավականու անդամներ, խնդրում եմ լռություն ապահովել մի ընթացքում։ Հպարտություն եւ գաղափար, տակը բան չկա, այդ հպարտությունը եւ գաղափարը մենք պետք է վերականգնենք եւ կարծում եմ, որ Գյումրուց այդ ամեն ինչը կսկսի Սպասում են գյումրեցիների ընտրությանը։ Շնորհակալություն։